Պեկինը հասկացնում է, որ չի պատրաստվում տեղի տալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական սպառնալիքներին։ Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են մինչև վերջ պայքարել առևտրային պատերազմում, չթուլանալ նույնիսկ բորսային շուկաներում տիրող անկայունության պայմաններում։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած լրացուցիչ մաքսատուրքերի կհաջորդեն հակաքայլեր եւ որ Պեկինը կպայքարի մինչև վերջ, եթե Վաշինգտոնը շարունակի նույն ոգով։ Մաքսատուրքերը, որոնք Միացյալ Նահանգներում անվանում են հայելային, Չինաստանի կառավարությունն անհիմն է որակել ու պնդել, որ նման որոշումը տնտեսական ճնշման տիպիկ դրսևորում է։ Այս հայտարարությամբ Պեկինն արձագանքել է Թրամփի երեկվա սպառնալիքներին։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, եթե Չինաստանը չնահանջի, այդ երկրից ներկրվող ապրանքների համար եւս 50% մաքսատուրքեր կսահմանի։ Այսինքն չինական ապրանքները կենթարկվեն 104%-անոց մաքսատուրքերի։ Չինաստանի կառավարությունն ի պատասխան ամերիկացի առաջնորդին կոչ է արել վերանայել որոշումը եւ նստել բանակցությունների։ Երեք լրագրողները նախագահ Թրամփից հարցնում էին, չի մտածում արդյոք հայտարարված մաքսատուրքերի գործողությունների դադարի մասին, ինչին Սպիտակ տան ղեկավարը բացասական է արձագանքել։ Մենք շատ ու շատ երկրներ ունենք, որոնք գալիս են բանակցելու մեզ հետ գործարքների շուրջ, եւ դրանք լինելու են արդար գործարքներ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը, որին նախագահը հանձնարարել է վարել այդ բանակցությունները, անցած օրերին Fox հեռուստաընկերությանն ասել է Չինաստանը կմեկուսացնի իրեն, եթե պատասխանի ամերիկյան մաքսատուրքերին։ Ամերիկացի պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում երկրների համար մաքսատուրքերը կնվազեն։ Մինչ այս պահը Թրամփի մոտ բանակցությունների է շտապել միայն Վաշինգտոնի մերձավոր դաշնակից Իսրայելի առաջնորդը։ Բենյամին Նեթանյահուի նպատակը 17% մաքսատուրքերը չեղարկելն է։ Երեք Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը հավաստիացնում էր, իր երկիրը կվերացնի Վաշինգտոնի հետ առևտրային դիսբալանսը, ինչից արդարացիորեն դժգոհում է Թրամփը։ Մենք ցանկանում ենք դրան հասնել շատ արագ եւ մենք պատրաստվում ենք վերացնել առևտրային խոչընդոտները։ Նեթանյահուից հետո Թրամփի խոսքով Ճապոնիայի պատվիրակությունն է դեպի Սպիտակ տուն ճանապարհին։ Ըստ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի աշխարհի եւս մի քանի տասնյակ երկրներ բանակցությունների հայտ են ներկայացրել, անուններ չեն հաղորդվում։ Վաշինգտոնի խոշորագույն առևտրային գործընկերը եւ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը Եվրամիությունը, որը Թրամփի որոշմամբ 20% մաքսատուրքերի է բախվել, մի քանի օր է տարբեր առաջարկներ է անում նահանգներին, պատրաստակամություն հայտնելով լուծումներ փնտրել բանակցությունների սեղանի շուրջ։ Well, the EU remains open to and strongly prefers negotiations. Բրյուսելը մասնավորապես առաջարկել է զրոյացնել ավտոմեքենաների եւ այլ արդյունաբերական ապրանքների համար մաքսատուրքերը։ Բավարար չէ, երեք արձագանքում էր Թրամփը, պնդելով, որ ընդհանրապես Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար։ Եվրոպական միությունը մեզ հետ իրեն շատ վատ է պահում։ Նրանք չեն ընդունում մեր ավտոմեքենաները, չեն ընդունում մեր գյուղատնտեսական ապրանքները, նրանք ընդհանրապես գրեթե ոչինչ չեն ընդունում։ Թրամփը դաշինքից պահանջում է փոխել Ամերիկայի հետ առևտրի ծավալների անհավասարակշռությունը, գնելով ավելի շատ ամերիկյան էներգակիրներ։ Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարություններից ու տնտեսական ցավոտ որոշումներից ցնցված համաշխարհային ֆոնդային շուկաները այսօր փորձում են վերականգնվել։ Եվրոպական բաժնետոմսերը 4 օր տևած գահավիժումից հետո այսօր սկսել են կայունության նշաններ ցույց տալ։ Կտրուկ նվազած նավթի գները նույնպես վերականգնվում են։ Ճապոնիայում առևտրային բանակցությունների շուրջ պայմանավորվածության ֆոնին ծանր կորուստների բախված Նիքեյի ինդեքսները 6%-ով աճել են։ Դրական տեղաշարժեր կան նաև չինական շուկաներում։ Թրամփը պնդում է, որ իր կողմից 10-ից մինչև 50% մաքսատուրքերի սահմանումը կօգնի վերադարձնել Միացյալ Նահանգների կորսված արդյունաբերական հիմքը, որը թուլացել է իր համոզմամբ առևտրի ազատականացման պատճառով։